Ահա այն նկարիչները, որոնց նկարներն այսօր միլիոնների արժեք ունեն, սակայն նրանց արվեստը ժամանակին չէին հասկանում։ Առաջինն այս ցանկում Վան Գոգն է։ Մարդիկ նրան խենթ էին համարում։ Նրա վառ գույներն ու կոպիտ վրձնահարվածները չափազանց տարօրինակ էին թվում։ Նա ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց աղքատության ու միայնության դեմ ու կյանքի ընթացքում վաճառեց ընդամենը մեկ նկար։ Երկրորդը ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն է։ Մոնեի արվեստը ակադեմիկները քննադատում էին, համարելով այն անավարտ էսքիզներ, բայց հենց նա դարձավ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը ու փոխեց մարդկանց պատկերացումը արվեստի մասին։ Երրորդը ցանկում Էդվարդ Մունկն է։ Մունկը նկարում էր մարդու ներսի վախը, ցավն ու անհանգստությունը։ Շատերը նրա արվեստը մռայլ ու տարօրինակ էին համարում, բայց այսօր նրա ճիչը նկարը աշխարհի ամենահայտնի նկարներից մեկն է համարվում։ Չորրորդը Գուստավ Կլիմտն է։ Նրան քննադատում էին չափազանց համարձակ լինելու համար։ Նրա ոսկեգույն աշխատանքները շատ սկանդալային էին համարվում։ Որոշ գործեր նույնիսկ մերժվում էին հասարակության կողմից։ Իրական արվեստը սկզբում միշտ էլ չհասկացված է լինում, որովհետև միգուցե այն առաջ է իր իրական ժամանակից։ Հետևեք Ադելին Արտի էջին նմանատիպ այլ հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։